Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ հեռուստասերիալում գրքերը ոչ միայն չեն հանդարտվում, այլև տանում են դեպի նոր, դարակազմիկ բացահայտումներ։ Թվում է, թե ամեն բան գնում է դեպի ճշմարտության վերջնական ջրերես դուրս գալը, իսկ մեր հերոսների կայացրած որոշումները նոր հարվածներ են նախապատրաստում բոլորի համար։ Այսօր մենք կվերլուծենք ամենաթարմ ու շոկային զարգացումներն ու կհասկանանք, թե ինչպես են դրանք փոխելու իրադարձությունների ընթացքը։ Սկսենք ամենամեծ ինտրիգից, Ավոյի խորամանկ ու ինչպես միշտ շահադիտական քայլերից։ Ուրեմն 20 երկար տարիներ շահամոլ Ավոյին բացարձակապես չի հետաքրքրել, թե ինչպես են ապրում իր հարազատ եղբոր զավակները, կամ թե ինչ ճակատագրի արժանացավ Մոսկվայում գտնվող Ռաֆոյի նորածին որդին, ով այն ժամանակ թանկարժեք վիրահատության կարիք ուներ։ Բայց հիմա, երբ Ավոն հայտնվել է անելանելի վիճակում եւ գիտակցում է, որ իրեն օդ ու ջրի պես պետք է մի կերպ մտնել հարազատների ու հատկապես հոր Դավիթ պապիկի աչքը, որոշում է տեղեկություններ հավաքել այդ երեխայի մասին, ով հիմա արդեն 20 տարեկան երիտասարդ է։ Ավոն գործի է դնում իր ողջ կարողություններն ու կապերը, կապվում է Մոսկվայի հիվանդանոցի հետ եւ իմանում ցնցող մի փաստ։ Իր եղբոր որդին ողջ է։ Սակայն որքան էլ տարօրինակ հնչի, այս լուրն ամենևին էլ ձեռնտու չէ Ավոյին։ Բանն այն է, որ նա այսքան ժամանակ համոզված էր, թե երեխան մահացել է, եւ որ հայրն իրեն իզուր է մեղադրում երեխային վերադարձնելու համար ոչ մի քայլ չձեռնարկելու մեջ։ Ավոն շատ լավ հասկանում է, որ եթե հիմա գնա եւ Դավիթ պապիկին հայտնի ճշմարտությունը, որ երեխան ողջ է, ապա հայրն իրեն երբեք չի ների այս 20 տարվա քար լռության եւ անգործության համար։ Ուստի հավատարիմ իր ստոր տեսակին Ավոն որոշում է կրկին լռել ու ձևացնել, իբր ոչինչ չգիտի։ Բայց մեր կանխատեսումը հստակ է, այս ահռելի գաղտնիքը երկար չի մնա Ավոյի մենաշնորհը, եւ երբ Դավիթ պապիկն ինքնուրույն բացահայտի ճշմարտությունը, Ավոյի համար վերադարձի ճանապարհն ընդմիշտ կփակվի։ Մինչ Ավոն խճճվում է անցյալի մեղքերի մեջ, Գրիշոն փորձում է փրկել իր ներկան։ Հասկանալով, որ ուղղակի խելագարվում եւ տանջվում է առանց մանանի եւ չիմանալով ինչպես կոտրել կնոջ համառությունն ու ստիպել նրան վերադառնալ, նա դիմում է ծայրահեղ եւ մանիպուլյատիվ քայլի։ Գրիշոն զանգահարում է մանանին եւ վերջնագիր ներկայացնում, ասելով, որ եթե մի ժամից չգա ու իր հագուստները չտանի, ապա ինքն այս ամենը դուրս է շպրտելու պատուհանից։ Այս պրիմիտիվ, բայց ազդեցիկ հայցն աշխատում է։ Մանանը որոշում է գնալ։ Եվ հենց այդ առանձնազրույցի ժամանակ սենյակում նրանք վերջապես անկեղծորեն խոսում են, գրկախառնվում ու հաշտվում։ Գրիշոն հասնում է իր ուզածին, սակայն այստեղ կա մի շատ կարևոր նրբերանգ։ Իրականում Գրիշոն ինքն էլ է մանանի նման ցանկանում հեռանալ այդ մթնոլորտից եւ ապրել առանձին, սակայն նա սարսափում է ծնողների արձագանքից։ Նա նույնիսկ փորձնական զգուշորեն այդ մասին խոսեց մոր Ինայի հետ եւ անմիջապես հասկացավ, որ առանձնանալու որոշումը բախվելու է ծնողների չափազանց կոշտ ու անզիջում դիմադրությանը։ Սա նշանակում է, որ նրանց հաշտությունը դեռ լիարժեք հաղթանակ չէ եւ ամենամեծ կռիվը Հունանի ու Ինայի դեմ դեռ առջևում է։ Եվ իհարկե սերիալի ամենաողբերգական զույգը՝ Լեան ու Լեոն։ Վերջինս չկարողանալով հարմարվել անորոշության հետ, վերջին անգամ գնում է Լեայի տուն, պահանջելով ասել իրենց անսպասելի բաժանման իրական պատճառը։ Բայց Լեան, կրելով իր հոր մարդասպան լինելու ծանր խաչը, մնում է լուռ։ Ավելին, նա ստիպում է իրեն ասել աշխարհի ամենասուտ բառերը, իբր այլևս չի սիրում Լեոյին եւ չի տեսնում իրենց ապագան։ Խոցված Լեոն հեռանում է, խոստանալով, որ այլևս երբեք չի փնտրի Լեայի հետ հանդիպում, իսկ Լեան դուռը փակելուց հետո մնում է միայնակ իր ահավոր հոգեվիճակի հետ, լացում եւ զգում իրեն աշխարհի ամենադժբախտ մարդը, ով հանուն սիրելիի զոհաբերեց հենց իրեն սիրելիին։
Սիրելի հեռուստադիտողներ, իրադարձությունները թևակողում են անդառնալի փուլ։ Ինչ եք կարծում, երբ Դավիթ պապիկն ի վերջո գտնի իր կորած թոռանը, ինչ ճակատագիր է սպասվում Ավոյին այս դավաճանական լռության համար։ Արդյոք Գրիշոն կգտնի իր մեջ այնքան տղամարդկություն, որ դեմ գնա ծնողներին եւ առանձնանա Մանանի հետ, թե նրանց հաշտությունը ժամանակավոր բնույթ է կրում։ Անպայման գրեք ձեր վարկածներն ու կանխատեսումները մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքին։